Բարև ձեզ, ես Արման Ղուկասյանն եմ, եթերում ժողովուրդն է խոսում հաղորդումն է։ Այսօր հասկանանք, թե ինչ են մտածում մարդիկ իշխանությունների քայլերի մասին ընդդեմ հայոց առաքելական եկեղեցու, թե ինչ են մտածում Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին, հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Գնանք եւ հասկանանք։ Ոնց եք վերաբերվում կառավարության քաղաքականությանը ընդդեմ մեր եկեղեցու։ Ձեր կարծիքը։ Շատ վատ, կտրականապես վատ։ Ազգային արժեքներին ոնց կարելի է դեմ գնալ կամ նման կերպ վերաբերվել։ Իմ համար եկեղեցին ոնց որ իմ տունը ոնց որ թույլ տամ ինչ-որ մեկը իմ տան մասին բան խոսա։ Թեկուզ ունեմ ներքին սխալներ, դա հանրության առաջ չեմ բացում։ Խնդիր կա, նստեք քննարկեք իրար հետ, ներքին ձևով ամբողջ աշխարհում մեկ դնելի ցույց ես գտնում եմ, կարող է գաղափարը ինչ-որ միտեղ արդարացնեմ, բայց կատարման ձևը չէ։ Այսինքն դա ամեն դեպքում վնաս է պետության, հա։ Պետությանն է վնաս։ Այսօր ժողովուրդը բարոյալ լքված վիճակ է մոտները։ Մարդկանց այսօր հույս է պետք տալ, հույս, հավատ, սեր։ Գաղափարը պետք է չկոտրել։ Դա հենց կոտրեցին պետության շատ հարցեր դառնում է վտանգային վիճակ։ Ոնց կարող է մեր սրբավայր, մեր գնացող ուխտատեղը մենք պղծենք։ Հիմա մենք պետք է մեր հոգևորին ավելի մոտիկ լինենք, քան թե մի հատ ինչ-որ հասարակ խոսակցության բան։ Շատ բացասական, որովհետև հայ առաքելական եկեղեցին միշտ կանգնել է հայ ազգի կողքին եւ ամենադժվարին պահերին ինքն է օգնել մեծ միասնական լինել, բնականաբար շատ բացասական են վերաբերվում, որովհետև այս պահին նույնպես մենք բավականին վտանգավոր վիճակում ենք գտնվում։ Ոչ ճիշտ, դա սրբապղծություն է։ Իշխանությունը իրավունք չունի խառնվելու եկեղեցական գործերին։ Նրա ինչ գործն է։ Հիմա բոլորից սպրծավ, հիմա անցավ եկեղեցուն, չի կարելի։ Դե հարցը գնում է կառավարության, կներեք, մենք ունենք այդ կառավարությունը։ Կներեք, բայց ես որպես հայ ասում եմ, ես չունեմ վարչապետ, ես չունեմ կառավարություն։ Մենք ունենք անտեր երկիր։ Մի երկրի ղեկավար, որ այսօր էլ մի քանի ժամ առաջ հանդես եկավ, որ Թուրքիայում արդեն ասում է Հարևելյան Ադրբեջանը ալավերդու ինչ որ մի հատված է, դա արդեն հերիք է, որ ինքը գնացել այնտեղ մնացածը հանձնելու։ Ուղղակի մի բան կասեմ մեր ժողովրդին, հերիք է։ Ձեր տները մտնելուց ես Արցախցի եմ, մենք այսօր տեսել ենք, չեմ ուզում դուք տեսնեք, դուք այդ չգիտեք ինչա, տնավեր լինել, չգիտեք ռմբակոծվել, մորթվել, այդ չեք հասկանում դեռ, դուք չգիտեք ձեր երեխեն ոնց է վախենալու ձեր գրկում, չեք հասկանալու, ոտքի կանգնեք, թույլ չտաք հետ գա, եւ ամսի 22-ին բոլորիս պարտ կդա, լինենք եկեղեցում, մեր պարտ կտանք մեր առաքելական եկեղեցուն եւ պաշտպանենք մեր եկեղեցին, մեր կրոնը, հերիքա, մենք ունենք կրոն, մենք ունենք եկեղեցի, մենք ունենք վեհափառ։ Գիտեք երևի, որ եկեղեցու պաշտպանության համար Սամվել Կարապետյանին ձերբակալել են։ Դուք ոնց եք վերաբերվում։ Նույնպես շատ վատ, շատ բացասական։ Կվնասի մեր Հայաստանի ներդրումային քաղաքականությանը, ընդհանրապես Հայաստանին կամ հայ ազգին միանշանակ դա վատ կանդրադառնա։ Ամբողջ աշխարհում հայտարարել ենք դեմոկրատական երկիր ենք։ Մարդը խոսքի իրավունք ունի։ Դեմ չեմ խնդիր ունեցել իրավական, այդ դեպքում հարցի, այդ իրավական հարցերը ժամանակին չէր լուծվում։ Հիմա հենց բարձացավ, ես գտնում եմ կա հանցագործություն, դա պետք է լուծել։ Այդ ինֆորմացիան հաստատ նոր չէր, որ իհայտ եկավ, խոսքի ազատությունն էլ է խախտվում, մնացած ազատություններն էլ հետո։ Սամվել Կարապետյանի նման մարդուն, որ ձերբակալել են, եկեք հասկանանք, որ արդեն մեր երկրում օրենք չկա։ Ես մի հատ հարց ունեմ, հենց կտամ ստեղ։ ԱՑ-ի պետ 8 ամիս առաջ միասին այլընտրանքային շարժումը դատախազություն փաստեր ա ներկայացրել Նիկոլ Փաշինյան վարչապետ Կոչեցյալի եւ Արմեն Գևորգյանի հանդեպ որպես դավաճան փաստեր դատախազությունը փաստերն ուղարկել է ԱՑ-ը
Բա դուք մի օրում հայտնաբերում եք, որ մենք այբուբեն ենք գողացել, մենք չգիտեմ ինչեր ենք արել, 8 ամսում չկարողացաք այդ փաստերի հիման վրա ձերբակալեք երկրի մեկ դավաճանին, ով հողերը հայկական հանձնեց Ադրբեջանին, դելիմիտացիա, դեմարկացիա արեց, որը մենք ունենք փաստերով 80 թվից, ուր է պատասխանը, չկա։ Սամվել Կարապետյանը ավելի շատ ոնց ասեմ, ինքը քաղաքականության ու առևտրի մեջ է, այսինքն գործարարության մեջ է։ Կանցնե եկեղեցու, ուղղակի ինքը որպես բարերար, որպես հայորդի, ինքը չէր կարող այս կողքից անցնել եկեղեցու նկատմամբ այս ոտնձգության համար։ Այդ ձերբակալությունը մենակ մի բան է ցույց տալի, որ Հայաստանում չկա խոսքի ազատություն, ուրիշ ոչ մի բան։ Շատ սխալ քայլ է դա ուղղակի խայտարակություն է։ Այդ տեսակ մարդին կարելի է բռնել։ Իսկ դա կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա ձեր կարծիքով ինքը քանի որ հայ-ռուսական ես այնքան լավ գիտեմ, որ Ռուսաստանը շատ խելացի է եւ հասկանում է մեր երկրի ղեկին մի հատ գիժ է նստած։ Գիժ, բարեց բունի մաստով։ Եվ բազմիցս նրան կրկնել են, նրա ժեստերը կրկնել են։ Եթե մարդը Տիկին Զախարովան, Իգոր Կրուտոյը, Բաղդասարովը ի օգուտ ելույթ ունեցան Սամվել Կարապետյանին պաշտպանելու եւ դատապարտեցին նրան, հաջորդ օրը ազգային ժողովում հարց տվեցին, ինչքան հիշում եմ լրագրողները, ինչ կպատասխանեք, որտեղ եք տեսել երկրի համար մեկ ղեկավարը կանգնեցի ես նրանց մակարդակին չեմ։ Ճիշտ է, այո, դու նրանց մակարդակին չես էլ կարող լինես, ափսոս։ Հայաստանը պետք է ունենա հարաբերություններ իր բոլոր հարևանների հետ, բայց չոտնահարելով իր սեփական շահերը եւ ազգային եւ պետական հետաքրքրությունները։ Այսինքն Ռուսաստան որևէ երկրի հետ հարաբերություններ խզել պետք չէ, բայց բոլոր երկրների հետ պետք է ունենալ հարաբերություններ հաշվի առնելով մեր ազգային եւ պետական շահերը։ Բազմապնակարանի շենքում ապրում եք, հարևանների տնտռությունը քոնը չի, դուրը չի գալի ծախի տունդ գնա այլ տեղ։ Բայց ծախենք չէ, այսօր այն իրավիճակն է, որ չես կարա, դա անխուսափ միանշանակ, ասենք պետք է ինտեգրվել այդ քաղաքական ներկապնակում քո գույնը ունենաս։ Ոչ մեկ չի ասում եղի հենց ռուսամետ ամբողջությամբ կամ արևմուտք կարացի խաղալ, դա հենց դիպլոմատիայի հիմունքներն է, էլի, որ պետք է արվի։ Ամենակրած բոլորի հետ ունենալ հարաբերություն։ Բոլորի հետ։ Այսօր դեմ չեմ Թուրքիա, Ադրբեջան համարվում է թշնամական տրամադրված մեզ, բայց կյանքը ցույց է տվել սովետական միության ժամանակ, որ ասենք Ադրբեջանի հետ սովետի դրվածքն էր, որ կարողացավ բերել նրան, որ մենք գոնե իրար հետ շփվենք։ Դեմ չեմ, այս պատերազմից հետո շատ խրտին է այդ, բայց դրան էլ ձև կա։ Այն ինչ ձևով անում են Ադրբեջանը մեր հետ կամ Թուրքիան մեր հետ, դա ընդունելի չի։ Պետք է ստեղծել մի հատ այնց իրավիճակ, այնց հարթակ, որ ժողովուրդն էլ հասկանա, դա անխուսափելի է։ Ուղղակի պարտադրանքով միշտ հակազդեցություն է առաջանում։ Ռուսաստանի հետ դրական կողմերը մեր հարաբերությունները կարող եք նշել։ Գիտեք, եթե նախ մենք նայեք, տնտեսական կողմով մենք բոլորս այսօր գիտենք մեր 90% եւ հացահատիկ շաքարավազ, եւ գազ, եւ վառելիք մենք ստանում ենք Ռուսաստանից։ Մենք չունենք ոչ մի տեղից։ Եթե մենք ուզում ենք ամեն ինչից զրկվենք այս պարագայում, ինչի համար վատացնենք։ Կներես, եթե ես քեզ վիրավորեմ, դու ինձ հարգելու ես։ Ոչ։ Եկեք փաստերով խոսենք։ Եթե մենք սկսում ենք մի պետությանը քարկոծել, պետք չի մենք այդ պետությունից սպասենք ինչ որ մեր համար շատ լավ բան։ Ի սկզբանե ամեն ինչ արեցին։ Ներխուժեցին մեր տարածք։ Սա ասեց ես դիմել եմ, Ռուսաստանն ասեց ոչ, չեք դիմել։ Դիմել եք, մենք ձեզ օգնություն առաջարկել ենք, դուք հրաժարվել եք, ասել եք նորմալ է։ Եթե նա մեր տարածքները հանձնում է, եթե նա չի ուզում
Ռուսաստանի աջակցությունը զորով գա օգնի։ Գումարները, որոնք գալիս են Ռուսաստանից, ինչպես ճիշտ նշեցիք, եւ առհասարակ այն բաները, տնտեսական օգուտները, որոնք մենք ունենք հիմա, որ հիմա վատացնում են հարաբերությունը, բայց ասում են հա, դե հիմա քաղաքական առումով կլինենք արևմուտքի հետ, տնտեսական Ռուսաստանը կշարունակի մեզ։ Կներեք, քաղաքական առումով արևմուտքի հետ ես ուզում եմ մի հատ հայացքին հիշեցնեմ, արևմուտքը 20 թվականի պատերազմին բլոկադայի ժամանակ թեկոս 22 թվականի դեկտեմբերից մինչև 23-ի սեպտեմբերը պատերազմ սկսել է։ Արևմուտքը մեզ ինչ ձևով աջակցեց։ Նրանք մեր հայրենակիցներն էին։ Կարծեմ հենց Մակրոնի թեթև ձևով, չէ՞ գնաց ասեց Արցախը, Ադրբեջանը եւ վերջ։ Միջամտեցով նույն արևմուտքը, միջամտեցով հայ բարեկամական Ֆրանսիան, որը մի հատ մասկա հակած է։ Կներեք, բայց իմ համար ամենալավ բարեկամը մնալու է Ռուսաստանը։ Դուք որպես ՀՀ քաղաքացի, հա, որ կողմերն եք համարում եք լավ Ռուսաստանի հետ հարաբերություն ունենալու, տնտեսական եւ իսկ որոնք են բացասականը։ Տնտեսականը կարևոր է, անպայման տնտեսականը կարևոր է։ Եթե դա էլ չլինի, մեր ազգը լրիվ կկործանվի։ Իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունը այդ առումով Իհարկե, եթե դա էլ չլինի, պատկերացնում եք մեր ազգի վիճակ, առանց եթե վիճակ չի, որ մենք ապրում ենք։ Ես ռուս ազգի հետ խնդիր չունեմ, նախ այն լեզուն, որը ռուս ազգը խոսում է իմ համար հարազատ է, ես դրանով եմ շատ դեպքերում շփվում այլ ազգերի հետ, չի կարող ուրիշ ձևով, ես այդ սերնդի ներկայացուցիչն եմ, որ դաստիարակվել եմ այդ հարաբերությունների վրա։ Ինքներդ տեսակ եւ լսեցիք, թե ինչ են մտածում մարդիկ, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը եւ բաժանորդագրվեք։